Բարև ձեզ։ Ապաշրջափակման առաջին քայլի մասին հայտարարում է Ալիևը Ղազախստանում, որտեղից էլ Հայաստան կմտնի ցորենի առաջին խմբականակը։ Միշտ ապեկային ռուսական ցորենի այլընտրանքը համարել, բայց ղազախական ցորենը կարող է դառնալ այն նույն պատվարը, ինչը պետք է դառնար իրանական գազը ռուսականի կողքին։ Ընդհանրապես պետք էր տեր կանգնել այդ գազատարին, ճորտացման վերջին թուղթը ստորագրելու փոխարեն։ Հաջորդը կարող է լինել Գյումրի-Կարս երկաթուղու վերակենդանացումը, որն ավելի նշանակալի իրադարձություն կլինի, երբ պարզվի ապաշրջափակման թուրքական մասնակցության իրական դիապազոնը։ Հենց այստեղ է պետք փնտրել Բաքվի փափկելը, որն ուղիղ համեմատական է այս կոնյունկտուրային, որի լիցենզիան չմոռանանք տրվել է Վաշինգտոնին, չի բացառվում Անկարայի Կովկասյան հովանու ներքո։ Բայց գանք ճշմարտության ակունք, որպեսզի հասկանանք, ինչ շահեր են սպասարկելու Կովկասին պարտադրվող այս տեղաշարժերը, որոնք եթե կուզեք մեծ հաշվով վերին Լարսում այսքան տարի մեզ խեղդելու հետևանք են նաև։ Կա որևէ հաշվարկ, ինչ է նստել մեզ վրա վերին Լարսի հակահայի մոնոպոլիան, որի ամենանենգ ցուցիչը բացահայտեց Արցախի դեմ 44-օրյա պատերազմը։ Փակվել էին Հայաստանի բոլոր ռազմական մատակարարումները։ Որևէ հաշվարկ կա Հայաստանի քանի բյուջե է մսխվել կոռուպցիոն այդ բուրգում, որն հիմա էլ քամում է հայկական տնտեսությունն այս անգամ հայ բեռնափոխադրողների միգրացիոն շանտաժով։ Մեր քրիստոնյա բարեկամները տեսնես հասկացել են, որ հենց իրենք են մեզ մղել ասիական շուկա, որի հետ բացող պատուհանը քաղաքական ինչ գինել ունենա, դառնալու է ուղիղ դատավճիռ Լարսում Հայաստանին ճնշողների գլխին։ Մնում է նրանց հարցնել. հիմա գոհ եք ձեր վաստակած բումերանգից։ Հաջողություն։ Կամարցակվի հայտարարել. հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը դնում է խաղաղության պայմանագիրը, թե ապաշրջափակումը։ Խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչ Բաքուն, ոչ Երևանը, ոչ էլ Թրամփը չեն խոսում։ Ավելին, Բաքուն վերհիշել է արևմտյան Ադրբեջան կուպլետը։ Փոխարենն ակտիվ է ապաշրջափակման քարոզչությունը։ Ղազախական ուղղությանը միանում է ռուսականը, հաստատելով Մոսկվա-Բաքու սրացման շրջանային կարծիքը, որ անհնար է կանգնեցնել Ադրբեջան-Ռուսաստան առևտուրը։ Այդ բառի ամենալայն իմաստով, որովհետև այդ առևտրում դրված է հատուկ ծառայությունների գծած սահմանը, որի հատելը, ինչպես գիտեք, հղի է ինքնահոշոտման անդառնալի պրոցեսով։ Ադրբեջանում Ռամիս Մեհդիևի գործն երևի հենց այդ հողի վրա է բացվել, եւ եթե ճիշտ են մոնոլիթ համարվող կլանի ներսում կոմպրոմատների պատերազմի մասին տեղեկությունները, ուրեմն Ալիև-Մեհդիև սցենարում սպասեք հետագա սրացումների։ Չի բացառվում Միլի Մեջլիսը ցրելու սպառնալիքով, որտեղ Մեհդիևն ասում են 2 տասնյակից ավելի պատգամավոր ունի։ Այս սցենարը կապ ունի Ադրբեջանի արտաքին օրակարգի հետ։ Իհարկե, եւ հատկապես կապ ունի Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան եռանկյունին պահպանելու հետ։ Որովհետև մինչև հիմա Հայաստանի դեմ ագրեսիան կամ ագրեսիայի սպառնալիքը ծառայել են բացառապես Ալիևի իշխանության գոյատևմանը։ Անհավանական է հնչում, բայց Մոսկվայի մարդ համարվող Մեհդիևի հակաալիևյան հոսանքը կարող է լինել հենց այդ սպառնալիքի նոր պատվիրատուն, ցնցել Ադրբեջանը, որ փլուզվի Կովկասի նոր աշխարհակարգը։ Այդ ժամանակ Աստված գիտի, որ ոտքի վրա կարթնանա Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցրած Թրամփը։ Եթե հիշում եք 2020-ին այդպիսի մի փլուզում արդեն եղել է։ Հաջողություն։